Էկոնոմիկայի նախարարությունը իրականացրել է Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում տնտեսվարողներին աջակցության տրամադրման միջոցառումներ, ինչը որևէ կերպ չէր պլանավորվել։ Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 181 միլիոն դրամ օգնություն ենք ցուցաբերել, հայտնեց նախարարը տեղեկացնելով, որ օգնությունը դեռևս շարունակվում է, քանի որ հնարավորություն են տվել որոշ տնտեսվարողների ճշգրտել իրենց փաստաթղթերը եւ նոր ներկայացնել իրենց։ Նրա խոսքով աջակցություն է ցուցաբերվել 155 շահառուի։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում Հայաստանի Հանրապետության կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են 578 տեղանոց դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 635 միլիոն դրամ։ Շինարարությունը նախատեսվում է ավարտել 30 ամսվա ընթացքում։ Դպրոցական նոր շենքը կառուցվում է Ծովինարի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտի տարածքում։ Հետևապես շինարարությունը ոչնչով չի խանգարում դասերի կազմակերպմանը։ Դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է, փորվել է նկուղային հարկը, իրականացվում են բետոնացման աշխատանքներ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի ծախսերը կազմել են 102.7 միլիարդ դրամ։ Մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ միջոցների իրացումը կազմել է 94.9%։ Կոմիտեն իրականացնում է 2 ծրագիր։ Սկզբում այդ ծրագրերը ներառում էին 13 միջոցառում, սակայն հետո որոշվեց դրանց թիվը հասցնել 17-ի, նշել է Հովհաննիսյանը։ Նախարարի խոսքով պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների տարբերությունը 2023 թվականի համեմատ կազմել է 64 միլիարդ 526 միլիոն դրամ։